Նախ լավ են անում, սկսենք դրանից, երկրորդն էլ իսկ ընդդիմությունը կամ առավել եւս դուք ով եք, որ մարդկանց զրկեք իրանց հայրենիքից կամ քնացնեք իրանց հայրենիք վերադառնալու իրավունքը, ով եք դուք, ինչի պետք է հանդարտվեն նրանք, տուն են կորցրել, հայրենիք են կորցրել, ապագա են կորցրել, արժանապատվություն են կորցրել, որ ձեր նման բոմժերը կանգնեն իրանց վրա մատ թափտան, ասեն խիչ ես զոհվել։ Այդ ձեզ թվում է այդ բառամթերքով դուք Արցախցի եք հանդարտացնում, անասուններ։ Մի հատ էլ Արցախցի հանդարտացնելու դասընթացներ կազմակերպեք, գանք իմանանք այդ դուք ոնց եք, ով է ձեզ սովորացրել տենց Արցախցի հանդարտացնելու։ Այդ մարդկանց վիրավորում եք, նվաստացնում եք, այլատիացության առարկա եք դարձնում, էլ չեմ ասում, որ տունը, տեղը, փողը, ունեցվածքը, ամեն ինչը ձեռներից առել եք, ու հիմա մենք մեղավոր ենք, որ իրանք չեն հանդարտվում, հա չեն հանդարտվում, ու չեն էլ հանդարտվելու, իրանք կհանդարտեն մենակ այն ժամանակ, երբ որ դուք կհայտնվեք Արցախցու տեղը, կորցնելով ամեն ինչ, ու կամաց են ձեր յուղի կուտակած պաշարը կսկսեք մաշեցնել, չգիտեմ, շուրնուխում կամ կիրանցում, այն ձեր գծած սահմանին։ Իսկ ընդդիմությունը առաջինը ինչ ուզում է, ձեզնից ձերբազատվի, այլ ոչ թե Արցախցի հանդարտացնի կամ չհանդարտացնի, դա մեր գործառույթը չի, դա ձեր գործառույթն է, այդ մարդկանց հերիք չի հայրենիքից եք զրկել, հələ մի բան է դժգոհ եք, որ չեն սատկել, ու հələ մի բան էլ պարտավոր եք իրանց արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծեք, որտեղ դա ձեր պատճառով է տեղի ունեցել, ինչ որ տեղի է ունեցել։ Մենք է մեղավորը դուս եկանք այս ամեն ինչի մեջ։ Քանի որ խոսեցինք իր բղավոցից, ինչ չեք զոհվել, ինչի չեք զոհվել, որ այդպես բղավում էր, իհարկե այդ դրվագով ինքը Արցախցու վրա էր հարձակվել, բայց Արցախցու վրա չէր ինքը հարձակվել էր Երևանաբնակ Տիկնոջան, որը Արցախի հետ բացի հոգևոր կապից ոչինչ չունի։ Ու ամենա նողկալին այն է, որ այդ ինչի չեք զոհվելը դարձավ ՔՊԻ-ի նախընտրական քարոզչական թեզ, որտեղ այդ նույն թեզը կրկնում է Պապիկյան Սուրոն, այդ նույն թեզը կրկնում է Պապոյան Գևորը, ու դա դառնում է իրանց կարգախոս, եկեք այդ տողը մտցնենք մեր գիմնի մեջ։